Մեր հաշտությունն ու կռիվը Գարգում եմ խանութը որ մի բան առնի, ասում եմ անգին։ Դե առնում եմ բերում Ես դմերուկ կամ այդ միսը կամ են կիլոն քանիս է։ Ես ամեն բանը հարցնել չգիտեմ։ Ամա ես էլ վերականական հարցնեմ ոչ հաշում եմ իսկորոք։ Ինձ որը պետք է, ընչի գնում եմ առնում եմ բերում։ Գին չես հարցնում։ Չէ, ընդհանուր գինը տալիս եմ բանը հլա քաշի։ Թե 5 կիլո կգրեն, թե 1 կիլո կգրեն, հլա այդ բանը քաշի։ Հա։ Ջղայնանում ես։ Հա, ասում եմ խիչի գլխիկը դու որ մի մանետա, 5 մանետա։ Լալվարի ապոն առաջվանը չի, առաջ փողին փող չէր ասում, Լալվարում հովիվ էր ու իր գյուղի ոչխարն ու տավարն էր պահում ճիշտ ժամանակին, դրան ծախում միլիոնները գրպանը լցրած գալիս գյուղ, ու եթե 2 բաժակ էլ կոնծած էր, հոպ փողերն աչ ու ձախ շաղ էր տալիս։ Տարվա վերջին, ոչխարի տարվա վերջին էլ է սրարեխն է, դել եմ ստի փողը շաղ տվե, ասեմ եմ ով ինչ կարախ լահվակի, մինել տեհել եմ արախին տալով, վերջին շատ վոնամի մայեն դկանը, ընդով էլ քիչ չէր, միլիոն դիևել ստաշիրոն կոստանի, օրինակ դինստողին, ես էլ ինքն եմ, տեհելի որքու դիերին մի լավ դիկա, ասեի աղջիկ ջան ինչ ես գինանում, շատ դիասերի, որ տնեիք ու դինին դիերին պախած գնալդի ես ասնեմ ոչ, կտուժվե ետ դինքյանի 2 տակտամ առնեմ, աթեի, կամ գնեի օրինական ասում առնելու ես գնին չէի մտիկանի։ Բայց դա շատ վաղուց էր, հիմա արդեն կոպեկը հատ-հատ հաշվում է, մի դրամ էլ պակասի ճակատը կնճռոտում է, բա ինչ անի առաջաբոն փողի տերն էր, հիմա անտեր փողն է կառավարում, Ալբոյին էլ աշխարհն էլ։ Բայց եթե անկեղծ փողի պակասությունն էլ Ալբոյի ձեռնաբացությունը չի նվազեցրել, առաջ ամեն հյուրի համար ամենակիչը մի ոչխար էր մորթում, հիմա ուրիշ բան որ չլինի սուրճի սեղանը կա ու կա, մի բաժակ սուրճ, մի քաղցր բան, մի քիչ էլ Աբոյի զրույցն ու ամեն ինչ տեղն է ընկնում։ Թե մի հաստվող կա։ Նոր ես վերջի տարիները, որ ես ոչխարի քոքը կտրեցինք, բայց որ պետք է գալի առնում ենք էլի մորթում։ Մի 15 հատեց պհեի, մի խոսքի շատ պհեի, բայց քիչն եմ ասում։ Ըստյան որ հիտը եծը հանդիցը դվեր եր դուրը ասենա հալեսին ձեյոս որ ամեն հրիգու ժամը եր գնե ես վերի տների գլուխը հիտեի Էտը եր ենա մի հացը կտրեի կեն։ Գնեի անտավը ուչկիլիսեն կամ չապերլաձ որ։ Հենե վաղը պետը բերեի վերացեի, ոչ հարադուսանեիք շեյտանեի հանդը։ Հրիգունը հանդիցը ետ բերեի, Դե ծերություն էլ է, ոչ Անպայման։ ծերութին ինչի խնգարում։ Ինչ քուզ մասը։ Ես տարեքինի, բայց իր դակուարած արծավի պես ձիերել է, են իստանեին որ բրնեն։ Ընդով 40 Աժու վերջում էր իրան գողութինն են ասեին դու ես արե։ Հեյ գիդի հատարիներ են, երբեր որ Ալբոն ուրիշների ցերեկով մանեկած տեղերով գիշերներն էր ման գալիս, բա ոնց են ժամանակ ես ունեցածի ջանի 2 չափներ աբոն, բոյբուսաթով, ջլապինդ, իսկը սարերի իգիտ, հեշտ բան չէր 30 տարի Լալվարի փեշերին անասուն արածացնել, ամեն օր կռիվ տալ գել ու գազանի սահմանն անցնող գող ու թալանչու հետ, իր հետ կոճը գցող չկար, այս հսկայական սարու ձորը սեփական ափի պես գիտի, ենքան էր նվիրվել սարու քոլին, որ մտածում էր սարերի հովն ու զովը, ոչխարներն ու նրանց բերած օգուտը, բայց մանավանդ ազատ կյանքը հերիք են իրեն, բայց արի ուտես, որ ամեն բան այլ կերպ գնաց, կնոջ անգինի հայրն էլ չոբան էր, նույն սարերի մարդ, նույն քամու ու արևի տակ մեծացած, թե ինչ եղավ, ինչ կերպ ստացվեց, հիմա չի հիշում, բայց մի օր էլ նույն սարի, նույն ջրի, բայց մրցակից չոբանի աղջիկը դառավ իր կինը, ոչ հարսանիք, ոչ բան, սիրային բաներ մաներ էլ չեղան։ Ես սրան ուզելու միտքը չունեի, սրահերը իմ հետ անասնապահեր, իրանք էլ արեր դետ սարերը, էին մերն էլ, միսուրու ապրանք ունեին բան, ըսկի ես թնդեի որ սրան հուզեմ։ Հերը ասավ, գլխի գծեց։ Չէ, մին նելա գլխի չի։ Բա ոնց ուզեցիր։ Մի աղջիկ կար ես նրան ուզեի, իմ հոգերը թողուց ոչ, սյահ նյա բանդ է զեն
Ես անգել եմ այդ ազգի դիրանին, Թյարի ես մի լավը ճարել եմ, ես էլ իրանց հրևանն է, թյարի անգնին ուզի, Ռոբեն եղջկան, մին երկու, Բայց միշտ սարումը տեհել էիր, Չէ, տեհել չէի, ես սարց մենք չէ, չես գնաց, քուսարերի վաղտերը մենք որդ ենք ելի, դու հոզարի Սարքին։ բինատ, չէ, ընդով սար չի էլ մեզ մոտ, մերզ մենակ գներ, իսկ ինքը են մի սարում նայել է, ես լեղ բարեմ էլ է, սրանք հոզարի բինատ եղնեն էլ է, լավ հերուներ, ոսկի մարդերու հայրը, իմ ծնողն էլ էր Կռնարակ լավը չեն։ իրանն էր, լավ Իմ հերը մի հարմար հաղախ իրար հետ ծող է։ յոլա գնեին, ապրեին, Աբոն դե ոնց ասում են ձեռը տակ փեսացու էր, ով աղջիկ ուներ աբոյի կողմներ նայում։ Աֆերից թարցնացուներ էլ ինչքան ասես, ու մեկը բուրդ էր ուզում ալբոյից, մեկը փող, մեկը մի բան էր խոստանում, մյուսը երկու բան սուտ։ Ուղղակի ուզում էին ալբոյին իրենց աղջիկներով անել, հմայել ուշադրություն դարձնել։ Ալբոն էլ մի պինդ քոթուկ չջարդվեց, քանի որ կնանոնց այդ կապերից բան չէր հասկանում։ Բայց անգինի մայրը իր զոքանչը ուրիշ տեսակ էր։ Նա մի այլ կողմից սկսեց, ոչ բուրդ ուզեց, ոչ փող, ոչ էլ ալբոյի ոչխարներից բաժին։ ընդով էլ էր մկիչ افرستی دار منی سیری ասեր փոխ որ յոլագնամ մինել գար Ոյ, տենց բաներ են։ Են منی سیری ասեր էդա բուրտ ինչ ես անում բուրտը խուզի դիվեր դոշակ Իսկ շատ ես գնացել աղջիկ ուզելու։ Չէ, ոչ մի տեղ Ինչ չի գիտես գնացել։ գնացել, չի Չի գնացել։ Մենք գեղումն ենք ելել երկուսը։ իմ հորս բիզեն Էլի։ Նույն տեղից ենք։ Ondan ասենք ես հին բանի բազարի քշտին սրաներ ավետները Կոշիկները վաքսել։ վախսեր Թերբու ասեն ինչա պապի Ondan պապին ինչա ասում մի բավ աղջիկ կարի միշնուարդ վեմուսի Քաղաքից էր։ Հա իրանք տպարանի ձոր մակենի Նեկոչո գնացի որ մի սիրուն աղջիկ տմտմփան Զավոդի ճաշարանումները շատում Ճաշեր կերած։ տեսա Նյուխ կերած։ Ջնաթաթա։ Յասալանդով ճանաստեղը կերած խմած Քնել էր լավ նուղակես ցավերի վրա մաշվեց։ Հվանեցիր ոչ։ Հվանեցի Քշերնստի սրա բիզուն թողլին պահտեի ղոչում ոչեստի Քշերնեն մարդին ղոչարազն է ես գնեի տպարանի ձորը վարդե անտենա Ոյ տահ մի ղայդի խրտնացի ղայդի ասի գնա Այդ ոնց է խտնած։ Դա վարսերից տեյրանի դեզդեն պախի պախաներ էլի Ալավերդու բանվորական ճաշարանի թմփլիկ խոհարարը ալբոյի ճակատագիրը չէր, իր ճակատագիրը բարակ մարականգինն էր, իսկական թանկարժեք քար։ Ջահել ժամանակ ալբոն մեղքն ինչ թաքցնի, այդքան էլ չէր գնահատում իր երկրորդ կեսին։ Դե ինչ գնահատեր, երբ ամիսներով տան երես չէր տեսնում, զարում, չոլում, ուտում, խմում էր կյանքն իր ուզածի պես վայելում։ Բայց դե ասում է անգինի ու երեխեքի համար է այդքան չարչարվել, որ պակասություն չտեսնեն։ Տարիները անցան ամեն ինչ փոխվեց ու ոնց ասում են ալբոյ ոտքը քարին դեմ առավ ու հենց այդ ժամանակ հասկացավ այն ջահել ժամանակ չէր նկատել իր թեբութի կունքը բարակ մարականգինն է Ձյուբրիցը բերեն գավ մի տարի։ 10 տարի կլի երևի քո բերեն գնիլը։ Իմ ոտի կոտրիլը 10 տարի է։ Ձյուբրից բերեն գավ պատճառը այդ դարավ, այդ շաքարը, թե որ դեր տապարա։ Ես 30 տարի ես սարերն եմ գնացել Առողջ ես։ Որ պետը դեմինարը ես վա որ մութնալ լիսար գելա գազանա ես թե բան տեղաչ չեմ ինձանում Մի բանից էլա չվախեի։ Բայց շատ բան կլի գլխովը տանցկացած, չէ, 30 տարի։ Էն էլ ինչքան։ շատ բան Քշերով, չգիտեմ, գելը գա, չախկալը Մութա, չանգա փագեր, գնացի բինի վերիկուրը ընկրան Ռոստոմի բինենա որ մխոնքենում ես կրամ եմ ենքենք նոր գզարի բինադիանա մտքեզ ետնանգազ նստալնի ես չեի պատիրոսնի ու երկու կտորելան ոչարը ես
կրան վրա արածում։ Հա։ 5 գելը կտրվեց, են կուրն ընգավ, 4 նես կուրն ընգավ։ Մեջ տեղը Հմի ոչ գիտեմ, Մեծ են տեղը ոչ կրան խարը հայ-հայան եմ պահեմ, ոչ ես կրան է։ զենքել չունեի։ Չէ, տաննին, էտ օրը։ Անա չրղոտովի շրթացրի շունը ձենիս եկավ, որ զորի ազատեցինք, բայց մի հատ գելը մնին մի բան շարավ։ Հա, կարեցար փրկվես, Հա։ քեզ։ Արել եմ, ոչ մի էլ ստյանն դյասոզ մազում վերեմ ընգնում, չեմ կարում, են այմ նստելատիան էտ պատի տակինա, Իրա նման նստարանա ստար։ սիդենք եմ դերը։ Դաժե մեդան չեմ գնում, որ մնի հետ կայանամ զրից անեմ։ Է տատի հետ զրից արա։ Տատի հետ զրից եմ անում, սեր կաչկոտում ում են բաղջի են ծերը գնում, մին են ծերը, ես էլ կարում չեմ, ըստի կաչկոտում եմ։ Անգինը նստել չունի, ջահել ժամանակներից է պետի կտոր, դրա համար էլ ալբոն մեկ-մեկ կատակում է, թե ինչքան գետնի երեսին է, այդքան էլ տակ, իհարկե լավ իմաստով։ Այդ բարակ-մարակ փխրուն ձեռքերով կինը ալբոյի հետ տուն է պատել, քար կրել, ծապան կապել, հիմա էլ անգորդ չի նստում, այդ բոստան է խնամում, տան միրգն ու բանջարեղենը չի պակասեցնում։ Փորելել եմ, ցանելել եմ ինձ մա, ունեցել եմ, դեր որ կարացել եմ մեկին էլ լավություն եմ արեմ, մեկի վերել ծախել եմ, ըթենց ամեն ձևի։ Բայց ըստարի չկարացե ես այդքա շատ ցանեմ իմ հիվանդության պատճառով, իմ գլուխն է էլի, վրիս կենում չի։ Այդ պատճառով։ Այն տան առաջը բոլորը կարտոշկայա, այն մի կողմը։ Անասուն բան չես պահում։ Չէ, մենակ հավեր։ Խոտ ենք ընձում ես, բաղջու խոտերը լրիվ հնձում ենք, հավաքում ենք, որ ուզողալուն վաճառում ենք։ Ես եթե չաշխատեմ, չէ, այն իմացկած մեռած եմ։ Ինչ քելուզ մածաներ հիվանդել եմ։ Երեխեքը ձեն են տալի, տատի, կարում չես վեր տեսեն գնի մնաս արխերում ասնեմ կգաք ստյան կտանեք տուն ազեջան, փեջդ մի գծի։ Որ աշխատող եմ էլ տակեցել։ Հմելենա ոնց որ սովորել եմ էլի չեմ կարում հանգիստ մնամ։ Ուզում եմ աշխատեմ։ Ինձ հիմա զբաղվեմ էլի, զբաղվեմ օրնանց կենա։ Ես խղճանող չեմ անում եմ։ Միլա մաշնա Ինձ հիմա տարբերություն չի կա։ Yava yakal belese diverates ve geneskten Ջան, նման կրում եմ լրիվ դուրը։ Չնայած ծիծաղկոտ դեմքին անգին տատի սրտում մի անկյուն կա, որ տարիներն էլ չեն կարողացել բուժել։ 90-ականների Արցախյան պատերազմի ժամանակ նրանք կորցրին իրենց որդուն Արայիկ Միկոյանին։ Այդպիսի կորուստը բառերով պատմել չես կարող։ Ալբոն շուտ-շուտ է ասում Արայիկը, որ կողքս լիներ աշխարհ շուռ կտայի, եւ ով է կասկածում։ Բայց եղավ այն ինչ եղավ, Ալբոնն ու անգինը փորձել են ապրել են կյանքը, որ մնացել է։ Ուրախանալ մյուս երեխաներով, թոռներով, տան աղմուկ աղաղակով, բոստանի բերքով, հյուրերով ու ամենօրյա փոքր ուրախություններով։ Ծիծաղում են, կատակում, ապրում են, բայց սրտի մի անկյունում ցավն է, որ խնամքով թաքցնում են։ Շրջապատս լավ նայել է, գնացել են, եկել են, նեղ պահերին, որ աթենց դժբախտություն իմ հետ պատահի։ Այդ նեղ պահերին իմ հարևանությունը բոլորը կողքիս են ելել։ Մեկը գնացել է, մեկն եկե, մեկը գնացել է, մեկն եկե։ Բայց դեն որ ասма անդինը խորը մնում է։ Իրան ձեռից եկել են գնացել, ինձ մեզ մենակ չեն թողել անընդհատ։ Աջահել կամայ Երեխեքս էլ մանդրնել են վա։ բիուտենք Այս տղեն ճարպիկ չի, հիմիկ վաջահելնին դու չգիտես, որ ճարպիկ չէ։ Մեկ վաջահելին քիմիան ու տունորնի ճարպիկալի Անդո բայց տաշտը վերդերած էր Տաշտը Ինձ ձևի մարդ ասես մեկները տաշտի Երով իրանք տաշտը գիտեն անոչ ինչա Կգիտեն Խամարի տաշտավեն լրագրողներ են։ Կատնս է լկցնեին Հրավադը վեկենին է Սերը։ Ալաժա, հա, սերը կա Ռաժանը։ Կաշային շերեպը գծեին կաշային մի թասի մեջ բարթային ու ուտեինը պրանքի ետնա գնեին Հմի որ ասում ես մնին Արի տաջան կովը կթլեմ մի բորախ Ջահելներին է ասում պապը, բայց կողքին նստած անգինն էլ իր նման ոնց ասում են եղակոլոլ ուտելիքների սիրահար չի եղել, ինչն էլ պապին բարկացրել ու բարկացնում է։ Որ խոսքի եղոտ միսենք բերեք երել չի,
Սիրում չտենց բան։ Չէ։ Լեզուղով մեզ։ Ֆիգուրա է պահում դրա համար։ Հենա պահել եմ էլի ցավը տանեմ։ Ես երբեք Հնե չպահեց։ ես օրինակ մի բան էլ ասեմ։ Միրտանը որ ես մճաչոլում ճաշ եմ եփե։ Համի իմ Շատ լավ ինքն էլ այ։ խոսացնես հնե ճաշ եփեմ համիսը կշտանում չեն։ Սրանք էլ հանդահոտ յանանում ես եղակիչա էզմինը շատա։ Դու ճաշներ։ Հիմի ումուդնեն է։ Բայց սիրում չես այդ ձեթը երևի։ Ուտում եմ բայց են չեմի։ Իհա բան տնական յուղներին Բայց սեփական տվարի յուղը ես բերեի, ամեն ինչը բերեի։ Հիմա դեմիկով էլ պահել չեն կարող, ոչ առողջություն ունեն, ոչ էլ խոտ անելու հնար։ Առաջներում էր, որ աբոն խոթարքներ մտնում, ոնց ասում են գյուղը թամաշա էր անում։ Ես որ մտնեի խոտարկը, սարվարա թմաշանա ասեին արա, կոմբայնն եկա։ Ընձեի, հեկտան կես խոտարկը երկորումը երորդ օրի ճաշին պրծած դվեր գալիս էի։ Աշխատանքը լավն է։ Աշխատող էր, ընդովել էր աշխատող։ Սրանց ցիենես ինձ համի չի դթարում ընդով գազաներ։ Բաներուց կշտանում չեն սրանց ցիղը։ Բայց ափսոս այսօրվա ջահելների մասին ալբոն նույնը չի կարող ասել։ Շատ ջահելներ գյուղամեջում պարապ-սարապ նստած սպասում են պետության օգնությանը։ Ես որ նպաստարած եմ որ Ոչ բան չենք ստացել։ Ես իմ դառը լեսյանելով եմ։ Ու սպասել էլ չեն որ նպաստարու կլի Ես կամ մի ոչ բան իմ կլի։ ծնողից եմ տեղացից լավութինանի, ոչ իմ անորանց եմ տեղացից լավութ։ Ես հնետ դերը Ամենքին հիմա յոլա գնացող մարդիկ են։ ասել իմ հոգենին այդ պատլեսնին գեղամիչ։ Ուժներում որ պատում էլա չէ, հազիվ դեղամեջն են պահում։ Հմիկ Համատար։ որ ջահելը չին վարկի տակա, վարկի տակա։ Բա ինչ են արել այդ վարկը, այդ փողը ինչ են արել։ Կերել են սուրման եկել։ Շորկերը հմ ել դարդենանում թե ուարդյան դան։ Բայց այստեղ մեղավորները մենակ տղամարդիկ չեն, ասում է պապը։ Գյուղում աքորիում էլ անասուն պահող հազիվ կգտնես ու եթե հարցնես, թե բա ինչից է, պապը միանգամից կպատասխանի։ Մանավանդ մեմեն գնանիք ասել բա ուարը դուվերնա, աղաքը դուվերնա, շնը ծկբեք ունանել, բայց մի ոչ ուարնա դենը, ոչ աղակնա դենը, ոչ գնում են, ոչ պահում են։ Ապրանքի։ Ես ասում եմ, ես ես տղեն հիմնդացել չի, սոր վայթե սանումնի ոտի հետ Հա, անընդհատ էլ ասում է։ Իսկ կարել լավ կթի տիկինը, այդ պանիրը լավանի։ շակի տարած։ Չէ, բա ով աներ այդքան։ Ես պանիրն արել եմ, բայց ինքը կթել է։ Կթել եմ, ես էտա, ոչ խարա, Այդ կողա։ վաղտեր երեխեքը մանդրն են էլ, ես տանն եմ էլ, ինքն արել։ Բայց ինքը սարում է։ ամեն ինչն անե, պանիրա։ Հմյա սարնից պետք է չապտար կոնի կերվեր կոնե սարը գերտեի։ Երեխեքը տանը անում են, դռանն անում են։ Բայց ջահել, սիրունա մնացել, ոնց է քավթար։ Էլ կարում։ Ձեթ եմ կսել երեսի։ Ոնց սիրուն մնա։ Լավ ես պահել էլի։ Լավն է մեր ոտի հետ։ Խոսացած եմ, ու խապի ամոտ իրան, ես ես դա տարի, 53 տարի ավուզել եմ, ես ինչ դա կաչ կոտել եմ, ինչ դա նյացել եմ, ես սրանս դիարատ։ Իմ ոտի հետ էլ եկող չերելի կյանքի մեջ, բայց իմ արայկն ինձ գծեց անտակը։ Իսկ ես մի արայկս թորս, այդ խորը փոսիցը հանեց կնգնացրուց։ Հմել որ գալիս են երկու տղով, ընդի վարոտը կշերը ինչ ժամյուզմա գալիս են։ Մչեն պատուհանի զանավիսկ են քաշած, պահում եմ լսերը ընգնումա դուրը, խալատ հակում եմ դուզ գալի, մինչև իմ դուզ գալը իրար ետնամեն գալիս են, ինձ ստենում, պաչում, տատի ոնց ես նոր գնում ավտոքերը քաշում բերում դուրը։ Գիտեն գնալտեմ ետներներն են իրան կորով առաջ գալիս են, տատի էլ դուզ մի գա ավտոն քաշում ենք դուրը։ Խոսքն իր թորների աղջկա երեխաների մասին է, որոնք տատին ու պապին աչքի լույսի պես են պահում։ Քշերվա որ ժամին էլի, դուս են դարնում երեխա։ իրանք էլ, Վեցի սրանք մեր էլ։ ոսկեղ են մարել եմ մատնամադար է։ Ես միս տղիս Մենք մա իրար կորանս հասկացել մա ենք ուղղակի, այդմին։ հասկացել ենք։ Որ բանակ գնաց ասյարայի ջան, խելոք, տիրան եղել լիմենա խելոք։ Պատվոգրով ածարայի, Որ եկավ, ինքն էլ ասա աշոտի։ պապ ինչ խոստացար գնալիս ասի մաշինո, միզրով եծարա,
Մի ամիս քշեց, գնացի մի ինչ է, Օպելեր, Օպել, ինչեր, ես գնացի ինքեավ- 2 միլիոնի կեսը մի օպել արա։ Բերի էնել ջարդեցին, խորարին, քշացին, տանան կապեցին։ Հա բավտոն քշելու հմայա բան չի, մա Ամի- խորարել կեն սուվիներ դնեն։ Աղբեր թող վնասը երկաթին լինի։ Ամենակարևորն աբոյն ու անգինին երեխաներն ու թոռները սիրում են, հարգում, մեծարում, ամեն կերպ հոգ են տանում տատ ու պապի մասին։ Ու այդպես էլ ապրում են իրենց տանդռանը թոռների ոտնաձայներին սպասելով, մեկը բոստանից մի բան բերելով, մյուսը սեղան գցելով, մեկ-մեկ էլ հին օրերից խոսելով ու ծիծաղելով։ Ապրում են այն հույսով, որ վաղն ավելի լավ կլինի, խաղաղ կլինի, թոռներն էլ հեռուներից տուն կգան ու բակը կլցնեն իրենց աղմուկով։ Ու այդպես տարիների ծանրությունն ու սերին, բայց սրտներում սեր ու հույս պահած աբոն ու անգինը շարունակում են իրենց ճանապարհը, հիշելով անցյալն ու ամենակարևորը երազելով խաղաղության մասին, որ աշխարհում այդքան պակասում է։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու Չեզոք գոտի, Թիֆլիս Սանահի երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից, գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։